Անգլերեն տառերով հավաքում ենք, վերում է հետևյալ հղումը, բոլոր բրաուզերներ պարագայում էս է։ Ստեղից ինքը առավելագույն մատչելի է։ Պարզապես ընտրում ենք համայնքը, Գավառի համայնքապետարան։ Հայտնում ենք խնդրի մասին։ Էլի մաքսիմալ պարզեցված է, ընտրվում է ոլորտը, ինչ ոլորտի խնդիր է, աղբանության սանիտարական մակեր։ 1-2 նախադասությամբ նկարագրվում է խնդիրը, գծվում է տվյալ խնդրից, որպեսզի ավելի ակտուալ ու պարզ լինի լուսանկարներ, ճիշտ է, լուսանկարներ բեռնելն է, էլի պարզ ձևով բեռնվում է լուսանկարներ, խնդրի հասցեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մասնագետը ներկայացնում է նախարարության մշակած նոր «Տեսել եմ» հավելվածը, որն օգնելու է մարզերի բնակիչներին իրենց համայնքում առկա խնդիրներն անտեսված չթողնել։ Լրացնում է խնդիր ներկայացնողի անուն, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն եւ հեռախոսահամարը։ Սրանք պարտադիր են ինչի համար, որպեսզի հետադարձ կապ պահպանվի խնդիր հայտնողի հետ, այսինքն դուք ձեր մեյլին ստանաք, էլեկտրոնային փոստին ստանաք, որ խնդիրը գրանցվել է, ստանաք ինչպես նշվեց այն կոդը, որով կարող եք ստուգել։ Համայնքի խնդրի մասին բնակչի նամակը համայնքապետարանում են տեսնելու նույն հավելվածի միջոցով։ Համայնքները մաքուր, անվտանգ եւ բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուր բնակչի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա, վստահեցնում են նախարարության պաշտոնյաները։ Գաղափարը առաջացավ այս տարվա ընթացքում վերջին ամիսներին, երբ որ մենք մտածեցինք, որ էլեկտրոնային պարզ գործիք մշակենք, որի օգնությամբ բնակիչը, քաղաքացին կարող է խնդրին ականատես լինելու դեպքում ընտրի համայնքը, այն համայնքը, որտեղ տեսել է այդ խնդիրը եւ տեղափոխվի այդ համայնքի համապատասխան բաժին եւ գրանցի խնդիրը։ Հավելվածը մշակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, նախատեսված է մարզային համայնքների համար, քանի որ Երևանում արդեն կա ակտիվ քաղաքացի հավելվածը։ Մի քանի օր է ինչ հավելվածը գործարկվել է, բայց գրանցված խնդիրների քանակն արդեն շատ է։ Օրինակ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից այս պահին 14 խնդիր կա գրանցված, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքից 31։ Կան խնդիրներ, որոնք տեսեք միանգամից գրված է, մերժված եւ փակված է, եւ կան, որ գրանցված է, ասում է լուծման, այսինքն ինչ ընթացք տրվի։ Մերժման ինչ հիմք կարա լինի, օրինակ քաղաքացին բարձրաձայնել հանրային տրանսպորտի մասին խնդիր, քաղաքապետարանի ու համայնքապետարան կողմից պատասխանվել է, որ տվյալ ոլորտը համայնքի լիազորություն սահմանում չէ, գործընթացը, այսինքն իրականացում վերահսկում է տարածքային կառավարման նախարարության կողմից։ Այդ դեպքում մերժվում է, ինքը ստանում է դրա մասին ծանոթություն։ Հավելվածում գրացված խնդիրներին համայնքապետարաններից տրված լուծումներին նախարարությունից են հետևելու։ Մշտադիտարկումներ ենք իրականացնելու, օրինակ ինչպես քիչ առաջ ցույց տվեցի, այդ խնդիրները երևալու են եւ մենք տեսնելու ենք որքանն է մերժվել, որոնց է լուծում տրվել, որոնք ինչ ընթացք են ստացել։ Բնականաբար սկզբում կլինեն բարձ է, կլինեն խնդիրներ, գրանցված խնդիրներ նորմալ, գրագետ ձևակերպած, կլինեն նաեւ թերացումներ եւ համայնքների կողմից եւ բնակիչների կողմից, բայց աստիճանաբար այս մշակույթը մենք պետք է ամեն ինչ անենք, որ արմատավորվի։ Հայաստանի 70 համայնքներից բացի քաղաքացին նկատած խնդիրը կարող է հասցեագրել նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Այդ հնարավորությունն էլ կա, եթե իհարկե խնդիրը նախարարության տիրույթում է։ Գրանցումների մեծ մասը աղբահանության եւ ճանապարհային շինարարության հետ է կապված, այսինքն այն, ինչ քաղաքացու աչքն անմիջապես է տեսնում։ Տեսել եմ գործում է նաև բջջային հավելվածով, օգտվելու ճանապարհը նույնն է, ինչ համակարգչով։ Մերի Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։